Լյուսի անունով մի աղջիկ հոր Ջեյմսի հետ խաղում է տան բակում, հանկարծ նա ասում է հորը, որ տեսնում է իր պապիկին, Ջեքսոնին, Ջեյմսը շփոթված է։ He died last summer. He's in heaven. You know that. Bryson, he's right there. I know how much you miss him. So do I. But let's get you inside. Լյուսիի մայրը Իզաբելը չափում է նրա ջերմությունը եւ ասում, որ պետք է դիմեն բժշկի, քանի որ Լյուսին տաքություն ունի։ Երբ Ջեյմսը դուրս է գալիս, Լյուսին Իզաբելին պատմում է իր գրած գրքի մասին։ Նա ասում է, որ գրքում մի տխուր մարդ կա, բայց երբ Իզաբելը հարցնում է, թե ով է նա, Լյուսին պատասխանում է, որ չգիտի։ Նրան տեսել է երազում։ Իզաբելը հիշեցնում է, որ Սուրբ Ծննդին ընդամենը մի քանի օր է մնացել։ Լյուսին ոգևորվում է եւ ասում, որ ցանկանում է գրել հետհաշվարկի տախտակին։ Իզաբելը համաձայնում է եւ Լյուսին առաջին անգամ գրում է տախտակին։ Ջեյմսը իր սենյակում նայում է Ջեքսոնի նկարին, մտահոգված Լյուսիի ասածներով, նա նայում է դուրս, հուսալով տեսնել հորը, բայց Ջեքսոնն այնտեղ չէ։ Նախքան Լյուսիի քնելը Ջեյմսը ստուգում է նրան, նա տեսնում է, որ աղջիկը գրում է իր գրքում եւ հարցնում է, թե ինչ է գրում։ Լյուսին խոսում է տխուր մարդու մասին, բայց ասում է, որ չգիտի, թե ով է նա։ Նա նաեւ ասում է, որ ինքն ու Աստված շուտով կընկերանան այդ տխուր մարդու հետ։ Ջեյմսը չի հասկանում եւ հորդորում է նրան շուտ քնել, քանի որ նա հիվանդ է։ Երբ նա հեռանում է, զգում է ինչ-որ մեկի ներկայությունը, բայց չի հասկանում, որ դա Ջեքսոնն է։ Ջեյմսի գնալուց հետո Ջեքսոնը նստում է Լյուսիի մահճակալին եւ հարցնում, արդյոք կարող է մնալ նրա հետ։ Լյուսին ուրախանում է եւ ասում, որ Ջեքսոնն իր լավագույն ընկերն է։ Նա ասում է պապիկին, որ իրեն լավ չի զգում, եւ Ջեքսոնն ասում է, որ նա պետք է քնի։ Ջեյմսը պատմում է Իզաբելին, որ Լյուսին տեսել է Ջեքսոնին։ Իզաբելը նույնպես շփոթված է եւ հիշում է Լյուսիի գրքի տխուր մարդուն։ Նա ասում է, որ անհանգստանում է Լյուսիի համար, բայց Ջեյմսը վստահեցնում է նրան, որ ամեն ինչ լավ կլինի։ Հաջորդ օրը բանտի բժիշկը հայտնում է քահանա Ջոնսոնին, որ բանտարկյալ Էդգարի երիկամները չեն գործում, եւ նա շտապ բուժման կարիք ունի։ Էդգարը կարծում է, որ արժանի է իր ճակատագրին, բայց Ջոնսոնը քաջալերում է նրան ասելով, որ պետք է օգտվի այս երկրորդ հնարավորությունից։ Իզաբելը Լյուսին տանում է բժշկի, ով ախտորոշում է թոքաբորբ եւ տեղեր նշանակում։ Տանը Ջեյմսը զանգահարում է մորը, Էյփրիլին, ով վստահեցնում է նրան, որ Լյուսին առանձնահատուկ է եւ կարող է զգալ պապիկի, Ջեքսոնի ներկայությունը, քանի որ շատ էր սիրում նրան։ Էդգարին տեղափոխում են հիվանդանոց, բայց նա չափազանց թույլ է եւ նրան օգնում են նստել անվասայլակ։ Բանտիպետը սատարում է նրա բուժմանը, տալով նրան երկրորդ հնարավորություն, իսկ քահանա Ջոնսոնը Էդգարին աստվածաշունչ է նվիրում։ Դոկտոր Սթենվիկը զգուշացնում է, որ Էդգարի բուժումը դժվար կլինի, քանի որ բանտարկյալները փոխպատվաստման սպասողների ցուցակի վերջում են եւ ոստիկանները պետք է նրա հիվանդասենյակը հսկեն։ Տանը Լյուսին հրաժարվում է դեղերից, բայց Ջեքսոնի եւ Իզաբելի հորդորներով ի վերջո խմում է դրանք։ Նրա թոքաբորբը չի անցնում, ուստի ընտանիքը որոշում է նրան նորից հիվանդանոց տանել։ Հիվանդանոցում հետազոտությունները ցույց են տալիս, որ Լյուսիի վիճակը վատանում է, եւ նա պետք է հոսպիտալացվի։ Այնտեղ Լյուսին տեսնում է, թե ինչպես են անվասայլակով ներս բերում Էդգարին եւ ճանաչում է նրան որպես իր երազների տխուր մարդու։ Նա նույնիսկ ցույց է տալիս իր նկարածը, որը, ըստ Իզաբելի եւ Էյփրիլի, հենց նրան է նման։ Ջեյմսը թերահավատ է։ Ավելի ուշ Լյուսին խոսում է Իզաբելի հոր, Մայքի հետ, ով չի կարող այցելել նրան վիրահատված լինելու պատճառով։ Էդգարը մնում է խիստ հսկողության տակ, սպասելով երիկամի փոխպատվաստմանը։ Քիչ անց դոկտոր Սթենվիկը գալիս է Լյուսիին ստուգելու, նրա հետ խոսելուց հետո բժիշկը խնդրում է առանձին խոսել ծնողների հետ։ Նա հայտնում է Իզաբելին եւ Ջեյմսին, որ Լյուսին լուրջ վարակ ունի, եւ եթե վիճակը չբարելավի, նա կարող է շոկի մեջ ընկնել, ինչը կարող է մահացու լինել։ Իզաբելը վախեցած է եւ հարցնում է, արդյոք Լյուսին կարող է մահանալ, բայց դոկտոր Սթենվիկն ասում է, որ դա միայն վատթարագույն սցենարն է։ Լյութերը վերսկսում է իր հերթափոխը եւ տեսնում է, որ Էդգարը նայում է իր ընտանիքի լուսանկարին։ Լյութերը պահանջում է այն։ Թեև Էդգարը սկզբում մերժում է, ի վերջո տալիս է նրան։ Լյութերը կատակում է եւ ասում, որ Էդգարը նրանց այլևս երբեք չի տեսնի։ Նա պատռում է լուսանկարը, շպրտում Էդգարի վրա ու հեռանում։ Էդգարը կատաղած է, բայց անզոր։ Այդ գիշեր Ջեյմսը Իզաբելին եւ Էյփրիլին տուն է ուղարկում, իսկ ինքը մնում է Լյուսիի հետ։
Նրանց գնալուց հետո Լյուսին աղոթում է և պարկում քնելու, ավելի ուշ, երբ Ջեյմսը քնած է, Լյուսին վեր է կենում և դուրս գալիս սենյակից։ Նա տեսնում է հիվանդանոցի հավաքարարին Բարտին և ներկայանում նրան, աղջիկը հարցնում է, արդյոք նա տխուր է, և երբ տղամարդը պատասխանում է այո, Լյուսին ասում է, որ չմտահոգվի, քանի որ Աստված սիրում է նրան։ Նա խոստանում է նկար նկարել և հաջորդ օրը նվիրել նրան։ Քայլելիս հայտնվում է Ջեքսոնը և հարցնում, թե ուր է նա գնում։ Լյուսին ասում է, որ գնում է ընկերոջը տեսակցության։ Ջեքսոնն ասում է, որ գիտի, թե ում նկատի ունի, աղջիկը հարցնում է, թե ինչու է ինքն ավելի ուժեղ, երբ պապիկն իր կողքին է։ Ջեքսոնը պատասխանում է, որ հրեշտակները ուժ են տալիս նրանց, ովքեր հավատում են։ Նա ասում է Լյուսիին, որ կմիացնի Էդգարի սենյակի մոտի տագնապի ազդանշանը, որպեսզի շեղի Լյութերին, ով հեռախոսով խաղ է խաղում։ Ծրագիրը հաջողվում է, և Լյուսին մտնում է Էդգարի մոտ, նա ներկայանում է, բայց Էդգարը չի հասկանում, թե ինչու է աղջիկն այնտեղ։ Լյուսին ասում է, որ ուզում է ընկերանալ և հայտնում է, որ նրան տեսել է իր երազներում, Աստված է նրան ցույց տվել։ Էդգարին դա չի հետաքրքրում, բայց Լյուսին ասում է, որ կվերադառնա հաջորդ օրը, որպեսզի միասին Աստվածաշունչ կարդան։ Հենց Էդգարը փորձում է հետ պահել նրան վերադառնալու մտքից, Լյութերը լսում է նրա ձայնը։ Լյուսին անմիջապես թաքնվում է։ Լյութերը ներս է մտնում, բայց ոչ մեկի չգտնելով, կարծում է, թե Էդգարն ինքն իր հետ է խոսում։ Լյուսին սողոսկում է դուրս և վերադառնում իր սենյակ։ Հաջորդ օրը Լյուսին դժվարությամբ է շնչում։ Լյուսի, շնչիր, Լյուսի, օգնեցեք, բուժքույր։ Բուժքույրը նրան թթվածնային դիմակ է տալիս։ Դոկտոր Սթենվիկն ասում է Լյուսիի ծնողներին, որ վիճակը վատանում է, բայց նրանք ավելի շատ տեղեր կտան նրան օգնելու համար։ Այդ օրը, երբ Ջեյմսը անվասայլակով տանում է Լյուսիին, նա տեսնում է Էդգարին, ում տանում են հետազոտության։ Լյուսին խնդրում է Ջեյմսին կանգնել և Էդգարին հարցնում է իր վիճակի մասին։ Էդգարն ասում է, որ իր երիկամները դավաճանում են և փոխպատվաստման կարիք ունի։ Լյուսին հարցնում է Ջեյմսին, արդյոք ինքը երիկամներ ունի։ Երբ հայրը պատասխանում է, որ ունի երկուսը, նա Էդգարին ասում է, որ կարող է մեկը տալ նրան։ Ջեյմսը ցնցված է և ասում է, որ այդպես չի լինում, քանի որ իրեն էլ են պետք իր երիկամները։ Երբ Էդգարին տանում են, Ջեյմսն արգելում է Լյուսիին խոսել նրա հետ։ Աղջիկը տխրում է և ասում է, որ Աստված սիրում է Էդգարին, բայց Ջեյմսը զգուշացնում է, որ Էդգարը կարող է վտանգավոր լինել։ Այդ գիշեր Իզաբելն ու Էյփրիլը մնում են Լյուսիի հետ։ Ջեքսոնի հոգին գալիս է Լյուսիին ուղեկցելու Էդգարի մոտ, նա Բարտին տալիս է խոստացված նկարը և մտնում Էդգարի սենյակ, նրանք մտերմանում են, աղոթում միմյանց համար, և Լյուսին թույլ է տալիս Էդգարին կարդալ իր Աստվածաշունչը։ Վերադարձի ճանապարհին Լյուսին հանդիպում է մի տարեց կնոջ, Բեթիին, և ասում, որ Աստված նրան սիրում է։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Լյուսին շարունակում է այցելել Էդգարին և այլ երիտասարդ հիվանդների, նրանց նկարներ ու քաջալերանք պարգևելով։ Սուրբ Ծննդից 4 օր առաջ քահանա Ջոնսոնը բերում է Էդգարի կնոջը, Ադրիենին և դստերը, Դիանային տեսակցության։ Էդգարը չափազանց երջանիկ է նրանց տեսնելու և Լյուսիի հետ Աստվածաշունչ կարդալու համար։ Սուրբ Ծննդյան օրը Լյուսին ասում է դոկտոր Սթենվիկին, որ ցանկանում է երիկամ նվիրել Էդգարին, որպես Սուրբ Ծննդյան նվեր։ Ջեյմսը ու Իզաբելը զարմացած են, բայց սատարում են նրան։ Լյուսին ավարտում է իր գիրքը և տանում Էդգարին, օգտագործելով Ջեքսոնին պահակների ուշադրությունը շեղելու համար։ Նա տալիս է նրան գիրքը և նույնիսկ օգնում է բացել ձեռնաշխտաները։ Ցավոք, Լյուսիի առողջական վիճակը կտրուկ վատանում է, և նա մահանում է նախքան Էդգարը կհասցներ նրան նորից տեսնել։ Ջեյմսը տեսնում է նրա հոգին Ջեքսոնի հետ և հրաժեշտ տալիս։
Լյուսի երիկամներից մեկը փոխպատվաստվում է Էդգարին, ով ապաքինվում է և վերամիավորվում իր ընտանիքի հետ։ One day I was playing. I got sick. Տարիներ անց Ջեյմսը ու Իզաբելը որդի են ունենում, Ալեքսին։ Դրսում խաղալիս Ջեյմսը տեսնում է Լյուսիին և Ջեքսոնին, դարպասի մոտ կանգնած շփտալիս։ Ալեքսը հարցնում է, թե ինչին է նայում հայրը։ Ջեյմսը ասում է, որ դա իր պապիկն է և քույրը։ Ջեքսոնը բռնում է Լյուսիի ձեռքը, և նրանք հեռանում են։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք սեղմեք հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։